Ամեն ինչ սկսվում է լուռ առօրյայից, որը նշանավորված է ջանքերով, հնազանդությամբ, ամենօրյա զոհողություններով։ Մի փոքրիկ սխալ է տեղի ունենում, նա, ով միշտ անտեսանելի է եղել, դառնում է կատարյալ թիրախ։ Անարդար մեղադրանքը խախտում է տարիների լռությունը, ստիպում, որ ներսում մի բան կոտրվի։ Այդ պահին մի որոշում փոխում է ամեն ինչի ընթացքը։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին, գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Առավոտը մոխրագույն բացվեց Երանի վրա, կարծես երկինքն իմանար, որ այդ օրը փոխելու է ամեն ինչ։ Անի Կարապետյանն արթնացավ զարթուցիչի զանգից առաջ, ինչպես միշտ։ 27 տարեկանում նա արդեն սովորել էր, որ ժամանակը ոչ ոքի չի սպասում, առավելս նրան, ով պետք է ամեն օր ապացուցի իր արժեքը։ Նա լուռ վեր կացավ, զգուշորեն շարժվելով, որպեսզի չարթնացնի հարան սենյակում քնած մորը։ Տիկին Սոնանս մեկ դժվար գիշեր էր անցկացրել, նրա չոր հազը արձագանքում էր նոր նորքում գտնվող վարձով բնակարանի բարակ պատերի միջով։ Անին սուրճ պատրաստեց, ցածր ձայնով լսելով ռադիոյի լուրերը։ Հաղորդավարը հայտարարում էր ֆինանսական շուկաներում մեկ լարված շաբաթվա մասին, ամանորյա արձակուրդների նախօրեին։ Նա հեգնանքով ժպտաց. Լարված շաբաթ։ Եթե նա իմանար, թե ինչ էր իրեն սպասվում հյուսիսային պողոտայի սրտում գտնվող այդ գրասենյակում։ Խմեց սուրճը, առանց շաքարի։ Մի խնայողություն, որը սովորություն էր դարձել։ Հագավ մուգ կապույտ կոստյումը, որը պահում էր կարևոր առիթների համար։ Այսօր միջազգային ներդրողների հետ հանդիպում կար, Գագիկ Մանուկյանը կատարելությունից պակաս ոչինչ չէր հանդուրժում։ Գագիկ Մանուկյան։ Միայն անունը մտաբերելիս Անին կրծքավանդակում մի սեղմոտ զգաց, որը չէր կարողանում բացատրել։ 5 տարի աշխատելով Մանուկյան գրուպ-ի ամենասարսափելի հարգված մարդու գործադիր օգնական, նա դեռ չէր կարողանում լիովին հասկանալ, թե ով էր նա։ Փայլուն էր, դա ոչ ոք չէր ժխտում։ 38 տարեկանում նա զրոյից կայսրություն էր կառուցել, փոքրիկ խորհրդատվական ընկերությունը վերածելով հայկական ֆինանսական շուկայի ամենաազդեցիկ ընկերություններից մեկի։ Բայց նրա մեջ կար մի բան, որը գերազանցում էր իրավասությանը։ Հաշվարկված սառնություն, զգացմունքային հեռավորություն, որը կարծես միտումնավոր էր, ասես նա պատեր կառուցած լիներ սեփական սրտի շուրջ։ Անին գրասենյակ հասավ առավոտյան ժամը 7-ին, պաշտոնական աշխատանքային օրվանից 2 ժամ շուտ։ Հարկերը դեռ դատարկ էին, միայն մաքրության թիմն էր ավարտում գիշերային աշխատանքը։ Նա սիրում էր այդ լռությունը, ամեն ինչ կազմակերպելու հնարավորությունը, մինչ կորպորատիվ քաոսը կսկսվեր։ Երրորդ անգամ ստուգեց շնորհանդեսը, որը Գագիկը պետք է ներկայացներ ներդրողներին։ Յուրաքանչյուր սլայդ, յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր ստորակետ։ Ամեն ինչ պետք է անթերի լիներ։ Նա գիտեր, որ ցանկացած սխալ կվերագրվեր իրեն, երբեք նրան։ Այդ աշխարհում այդպես էր ընդունված։ 8:30 Առաջին աշխատակիցները սկսեցին գալ։ Անին նիստերի դահլիճի ապակե պատուհանից հետում էր ընդունարանի շարժին։ Ճանաչում էր յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր պատմություն։ Կլարան հաշվապահությունից 6 ամիս առաջ բաժանված, միայնակ մեծացնում էր 2 երեխաներին։ Ռուբենը, իրավաբանական բաժնից, վճարում էր կրտսեր եղբոր համալսարանի վարձը։ Այնտեղ բոլորն ունեին իրենց լուռ պայքարները, ճնշմանը դիմանալու իրենց պատճառները։ Անին բացառություն չէր։ Ամեն ամիս նրա աշխատավարձի կեսը գնում էր տիկին Սոնայի դեղերին։ Մյուս կեսը հազիվ էր բավականացնում հիմնական ծախսերը հոգալուն։ Բայց նա երբեք չէր բողոքում։ Բողոքելը նրանց շքեղությունն էր, ովքեր ընտրություն ունեին։ Ուղիղ ժամը 9 Գագիկը եկավ։ Անին միջանցքում լսվող նրա վստահ քայլերը ճանաչեց նախքան նրան տեսնելը։ Նա սենյակ մտավ առանց բարելու, ինչպես միշտ։ Անթերի մոխրագույն կոստյում, մուգ կապույտ փողկապ, կատարյալ սանրված սմազեր։ Շագանակագույն աչքեր, որոնք կարծես թափանցում էին մարդկանց միջով, հաշվարկելով, վերլուծելով, հեռավորություն պահպանելով։ Նա նստեց, բացեց նոութբուքը, սկսեց վերանայել շնորհանդեսը։ Անին կանգնած էր կողքին, պատրաստ ցանկացած հանձնարարության։ 10 րոպե անցավ բացարձակ լռության մեջ։ Հետո Գագիկը կանգ առավ 7-րդ սլայդի վրա, գիտեց ճակատը Անին նայեց մի արտահայտությամբ, որը նա լավ գիտեր։ Դժգոհություն։ Այստեղ սխալ կա, ասաց նա, նրա խիստ ձայնը կտրեց լռությունը։ 4-րդ եռամսյակի կանխատեսումների թվերը չեն համապատասխանում նախորդ սլայդին։
Անին զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա տասնյակ անգամներ ստուգել էր այդ թվերը։ Մոտեցավ էկրանին, ուշադիր վերլուծեց տվյալները։ Սխալ չկար։ Կանխատեսումները ճիշտ էին, պարզապես ներկայացված էին տարբեր ձաչափերով, ներդրողների համար ընկալումը հեշտացնելու նպատակով։ Բայց նա գիտեր, որ Գագիկ Մանուկյանին հակաճառելը նույնն էր, ինչ բենզինի մոտ լուցկի վառելը։ Պարոն Մանուկյան, թվերը ճիշտ են, պատասխանեց նա այնքան վստահ ձայնով, որքան կարողացավ։ Տեսողական տարբերությունը միտումնավոր է, էքսպոնենցիալ աճն ընդգծելու համար։ Գագիկը սեռուն նայեց նրան, մի պահ Անին նրա աչքերում մի բան տեսավ, որը չկարողացավ վերծանել։ Զայրո, իդ։ Մարտահրավեր։ Կամ միայն գուցե հարգանքի մի փայլատակում, սեփական աշխատանքը պաշտպանելու նրա քաջության համար։ Բայց այդ պահը շատ արագ անցավ։ Նորից արա, պարզապես ասաց նա։ Ներդրողները 1 ժամից կգան։ 40 րոպեից ուզում եմ տեսնել ուղղված տարբերակը։ Անին խորը շունչ քաշեց։ Ուղղված։ Նա խնդրում էր փոխել մի բան, որը սխալ չէր։ Բայց վիճելու ժամանակ չկար։ Նա վերադարձավ իր սեղանի մոտ, բացեց ֆայլը, սկսեց նորից անել սլայդները, որոնք արդեն կատարյալ էին։ Աշխատելիս զգում էր, թե ինչպես է անարդարությունը այրում իր կուրծքը, բայց կուլ տվեց դառնությունը։ Այնպես, ինչպես կուլ էր տալիս վերջին 5 տարիներին։ Այնպես, ինչպես միշտ էր կուլ տվել։ Ժամը 10։ Նիստերի դահլիճը լիքն էր։ 12 միջազգային ներդրող Մանուկյան գրուպ I5 ղեկավար Անին կանգնած հետում պատասխանատու այն բանի համար, որ ամեն ինչ անթերի աշխատի։ Գագիկը սկսեց շնորհանդեսը ղեկավարելու համար ծնված մարդու վստահությամբ։ Նրա ձայնը լցնում էր տարածքը, յուրաքանչյուր բառ ընտրված էր վիրաբուժական ճշգրտությամբ։ Անին հետում էր, երկու զգացումների միջ, հիացմունք, վրդովմունք։ Նա անհերքելիորեն տաղանդավոր էր։ Բայց նա անկարող էր ճանաչել ուրիշների աշխատանքը։ Շնորհանդեսը լավ էր ընթանում մինչ 15-րդ սլայդը։ Գագիկը սեղմեց հեռակառավարման վահանակի կոճակը, էկրանը սառեց։ Նա նորից փորձեց։ Ոչինչ։ Սենյակում մի տրտունջ անցավ։ Անին զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Նա արագ վեր կացավ, մոտեցավ նոութբուքին, ստուգեց միացումը։ Մալուխը դուրս էր եկել։ Ոչ ամբողջությամբ, բայց բավականաչափ հեռարձակումն ընդհատելու համար։ Նա նորից միացրեց այն, շնորհանդեսը վերականգնվեց։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Սենյակում մթնոլորտը փոխվել էր։ Ներդրողները հայացքներ էին փոխանակում։ Գագիկի ծնոտը լարված էր։ Հանդիպումն ավարտվեց 40 րոպե անց, զսպված լարվածության մթնոլորտում։ Ներդրողները քաղաքավարի դուրս եկան, բայց առանց այն ոգորության, որը Գագիկն ակնկալում էր։ Անին մնաց սենյակում, հավաքելով սարքավորումները, փորձելով հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Նա վստահ էր, որ հանդիպումից առաջ ստուգել էր բոլոր միացումները։ Բացարձակապես վստահ էր։ Գագիկը սպասեց, մինչ բոլորը դուրս գան։ Հետո փակեց ապակե դուռը, շրջվեց դեպի Անին մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Մաքուր, անզուսպ կատաղություն։ Դուք գաղափար ունեք, թե ինչ արեցիք հենց նոր, հարցրեց նա, ձայնը ցածր էր, բայց լի զայրույթով։ 15 տարի հեղինակություն եմ կառուցել։ 15 տարվա անթերի աշխատանք։ Եվ դուք կարողանում եք այդ ամենը ոչնչացնել 15 վայրկյանում։ Անին զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Ես ամեն ինչ ստուգել էի հանդիպումից առաջ, պարոն Մանուկյան։ Մալուխը միացված էր։ Ես վստահ եմ։ Վստահ եք, նա ծիծաղեց առանց հումորի։ Դուք վստահ եք։ Իսկ ես ունեմ 12 ներդրող, որոնք հենց նոր կասկածի տակ դրեցին իմ իրավասությունը մի տարրական տեխնիկական սխալի պատճառով։ Մի սխալ, որը կանխելը ձեր պարտականությունն էր։ Բայց ես կանխել էի, պնդեց նա, զգալով, թե ինչպես է անարդարությունն ալիքի պես բարձրանում իր մեջ։ Ես 3 անգամ ստուգել եմ։ Գուցե ինչ-որ մեկը հանդիպման ընթացքում առանց նկատելու դիպել է։ Մի փորձեք արդարանալ, կտրեց Գագիկը, մի քայլ անելով դեպի նա։ Սա է տարբերությունը իրավասու մասնագետների պարզապես տեղ զբաղեցնող մարդկանց միջ։ Մասնագետները պատասխանատվություն են ստանձնում։ Միջակությունները արդարացումներ են փնտրում։ Միջակություն բառը Անի մտքում ազդանշանի պես հնչեց։ 5 տարի։
5 տարվա արթուն գիշերներ, զեկույցներ վերանայելով։ 5 տարվա զոհաբերված հանգստյան օրեր, տոներին աշխատել, մինչ բոլորն իրենց ընտանիքների հետ էին։ 5 տարի անտեսանելի լինել, վերաբերվել որպես մի հսկայական մեխանիզմի փոխարինելի մաս։ Եվ հիմա սա։ Հանրային մեղադրանք, անհիմն նվաստացում մի սխալի համար, որը նա նույնիսկ չէր գործել։ Նրա ներսում մի բան կոտրվեց։ Դա դրամատիկ ճայթյուն չէր, այլ խորը վերջնական ճակ, ինչպես չափազանց երկար կուտակված ճնշման տակ կոտրվող սառույցը։ Ես միջակություն չեմ, ասաց Անին, սեփական ձայնը տարօրինակ թվաց իրեն։ Հանգիստ, վստահ, վտանգավոր կերպով զսպված։ Ես այն մարդն եմ, որը հնարավորություն է տալիս, որ դուք փայլեք։ Ես այն մարդն եմ, որն աշխատում է, մինչ դուք քնած եք։ Որը լուծում է խնդիրները, նախքան դրանք ճգնաժամ դառնալը։ Որը պահպանում է ձեր անթերի կերպարը մի աշխատանքով, որը դուք նույնիսկ չեք տեսնում։ Գագիկը քարացած մնաց, աչքերը սեռած նրա վրա անկեղծ զարմանքի արտահայտությամբ։ Անին նկատեց, որ իրեն շուրջը ապակե պատերի մյուս կողմում, մյուս աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը, զգուշորեն նայում էին նիստերի դահլիճին։ Բայց նրան այլս դա չէր հետաքրքրում։ Կորցնելու այլս ոչինչ չկար։ 5 տարի շարունակեց Անին, ես կուլ եմ տվել նվաստացումները։ Ընդունել եմ քննադատություններ կատարյալ աշխատանքների համար։ Ստանձնել եմ մեղքը սխալների համար, որոնք չեմ գործել։ Այս ամենը, որովհետև հավատում էի, որ մի օր, գուցե, դուք կճանաչեք իմ արժեքը։ Բայց այսօր ես հասկացա։ Դուք մարդկանց չեք տեսնում։ Դուք գործիքներ եք տեսնում։ Եվ երբ մի գործիք խափանվում է, նույնիսկ եթե դա նրա մեղքը չէ, դուք պարզապես այն դեն եք նետում։ Անի, սկսեց Գագիկը, բայց նա թույլ չտվեց, որ ավարտի։ Ոչ, ասաց նա, ձեռքը բարձրացնելով։ Գոնե մեկ անգամ դուք ինձ կլսեք մինչ վերջ։ Մալուխը միացված էր, երբ ես ստուգեցի։ Այն դուրս է եկել հանդիպման ընթացքում։ Գուցե դա պատահականություն էր, գուցե դիվերսիա, չգիտեմ։ Բայց դա իմ անփութությունը չէր։ Եվ նույնիսկ եթե լիներ, այն ձև, որով դուք հիմա ինձ հետ վարվեցիք, բոլորի առաջ, անմարդկային էր։ Որովհետև դուք հենց դա եք, պարոն Մանուկյան։ Անմարդկային։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Գագիկը կարծես մարսում էր բառերը, արտահայտությունը տատանվում էր ցնցումի մի բանի մեջ, որը Անին չկարողացավ վերծանել։ Գուցե դա ճանաչում էր։ Գուցե պարզապես ավելի շատ զսպված զայրույթ։ Անին բացեց պայուսակը, հանեց ընկերության բեյջը միտումնավոր ու վերջնական շարժումով դրեց նիստերի սեղանի վրա։ Ես ազատման դիմում եմ գրում, ասաց նա, բառերը դուրս եկան բյուրեղյա պարզությամբ։ Ուժի մեջ է մտնում անմիջապես։ Կարող եք համարել, որ այս նախազգուշացման ժամկետը ես արդեն աշխատել եմ այս ընկերությանը նվիրած վերջին 5 տարիների ընթացքում, առանց երբե անկեղծ շնորհակալություն ստանալու։ Նա շրջվեց, քայլեց դեպի դուռը։ Ձեռքերը դողում էին, բայց քայլերը վստահ էին։ Միջանցքով անցնելիս զգաց բոլոր գործընկերների հայացքները։ Ոմանք ցնցված էին, մյուսները գաղտնի գոհ, որ վերջապես ինչ-որ մեկը դիմակայեց անձեռնմխելի Գագիկ Մանուկյանին։ Կլարան, հաշվապահությունից, զուսպ աջակցության ժեստ արեց։ Ռուբենը թեթակի գլխով արեց, տխուր ժպիտը շուրթերին։ Անին մտավ վերելակ սեղմեց առաջին հարկի կոճակը։ Միայն երբ դռները փակվեցին, նա մենակ մնաց այդ փոքրիկ, հայելապատ տարածքում, սկսեց գիտակցել, թե ինչ էր արել։ Նա հենց նոր թողել էր իր միակ կայուն աշխատանքը։ Միակ միջոցը հիվանդ մորը խնամելու համար։ Միակ անվտանգությունը գնալով ավելի մրցակցային անողոք շուկայում։ Բայց երբ նայեց սեփական արտացոլանքին վերելակի հայելու մեջ, Անին տեսավ մի բան, որը վաղուց չէր տեսել։ Արժանապատվություն։ Նա վերականգնել էր իր արժանապատվությունը։ Եվ այդ պահին, դողալով ադրենալինից ապագայի վախից, Անի Կարապետյանը որոշեց, որ այլս երբեք չի հրաժարվի դրանից։ Ոչ փողի, ոչ անվտանգության, ոչ էլ որևէ մեկի համար։ Վերում 23-րդ հարկում Գագիկ Մանուկյանը կանգնած էր դատարկ նիստերի դահլիճի մեջտեղում, սեռուն նայելով սեղանի վրա թողնված բեյջին։ Նրա շուրջը ապակե պատերի միջով աշխատակիցները դանդաղ վերադառնում էին իրենց աշխատանքին, բայց խշշոցը այլ էր։ Այդ միջավայրում ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ կարևոր անդառնալի բան։ Գագիկը վերցրեց բեյջը, բութ մատով անցավ Անի լուսանկարի վրայով։ 5 տարի։ Նա ճիշտ էր։
5 տարվա անթերի աշխատանք, նա երբեք իսկապես չէր նկատել նրան։ Երբեք շնորհակալություն չէր ասել։ Երբեք չէր ընդունել, որ առանց նրա իր նվաճումների կեսը գոյություն չէր ունենա։ Նա սեղմեց բեյջը ձեռքում զգաց, թե ինչպես է մի տարօրինակ անհարմար բան աճում իր կրծքում։ Մի բան, որը նա այնքան վաղուց էր թաղել, որ հազիվ էր հիշում, թե ինչ զգացողություն է դա։ Մեղքի զգացում։ Եվ մեղքի զգացումի հետ միասին մի բան էլ ավելի վտանգավոր։ Գիտակցումը, որ այն կինը, որը հենց նոր հեռացավ, ոչ միայն արդյունավետ աշխատակից էր։ Նա մեկն էր, ում նա, առանց նկատելու, թույլ էր տվել դառնալ անփոխարինելի։ Եվ հիմա նա գնացել էր։ Գագիկը համայնապատկերային պատուհանից նայեց ներքում գտնվող քաղաքին։ Երանն անվերջ ձգվում էր, միլիոնավոր կյանքեր խաչվում էին, միլիոնավոր պատմություններ տեղի ունենում միաժամանակ։ Ինչ-որ տեղ այնտեղ ներքում անին քայլում էր փողոցներով, հավանաբար վախեցած, հավանաբար զղջացած, բայց հաստատապես ազատ նրանից։ Առաջին անգամ 15 տարվա մեջ, այն օրվանից, երբ երդվել էր այլս երբեք թույլ չտալ, որ որը մեկը զգացմունքային ազդեցություն ունենա իր վրա, Գագիկ Մանուկյանը վախ զգաց։ Ոչ թե մասնագիտական ձախողման կամ ներդրողների կարծիքի վախ, այլ վախ, կորցնելու մի բան, որի կարիքը չգիտեր, որ ունի։ Վախ, բաց թողնելու միակ մարդուն, ով վերջին 5 տարիներին անկեղծորեն հոգ էր տարել իր մասին, նույնիսկ եթե միայն մասնագիտորեն։ Նա բեյջը դրեց բաճկոնի գրպանը, սրտին շատ մոտ, վերադարձավ իր սենյակ։ Որոշումներ ուներ կայացնելու։ Որովհետև Գագիկ Մանուկյանը կորուստներ ընդունող մարդ չէր։ Եվ կյանքում առաջին անգամ նա պատրաստ էր ընդունել, որ սխալ էր գործել։ Մի սխալ, որը թանկ արժեցավ։ Մի սխալ, որը նա, ինչ-որ կերպ, պետք է ուղղեր։ Բայց ինչպես ուղղել մի բան, որը կոտրել է սեփական ձեռքերով։ Ինչպես վերականգնել մեկի վստահությունը, ում տարիներ շարունակ համակարգված կերպով նվաստացրել ես։ Գագիկը պատասխաններ չուներ։ Միայն անհանգստացնող համոզմունքը, որ Անի Կարապետյանին հեշտ չի լինի մոռանալ։ Եվ գուցե, միայն գուցե, նա չէր էլ ուզում մոռանալ նրան։ Գրասենյակային շենքից դուրս Անին կանգ առավ հյուսիսային պողոտայի մայթին խորը շունչ քաշեց։ Դեկտեմբերյան արը պայծառ շողում էր, հակադրվելով այն ցրտին, որը նա զգում էր ներսում։ Նայեց հեռախոսին։ Ոչ մի հաղորդագրություն։ Ոչ մի զանգ։ Միայն իրականության ծանր լռությունը։ Նա պետք է վերադառնար տուն պատմեր տիկին Սոնային, թե ինչ է տեղի ունեցել։ Պետք է անմիջապես սկսեր աշխատանք փնտրել։ Պետք է ուժեղ լիներ։ Բայց այդ պահին կանգնած երկրի ամենաաշխույժ քաղաքի մեջտեղում, շրջապատված միլիոնավոր մարդկանցով, այնուամենայնիվ, բոլորովին մենակ, Անին թույլ տվեց իրեն զգալ։ Զգալ վախը, անորոշությունը, բայց նա մի անսպասելի բան։ Թեթացում։ Կարծես այնքան երկար մի ծանրություն էր կրել մեջքին, որ մոռացել էր, թե ինչպես է ուղիղ քայլելը։ Նա հեռախոսը հետ դրեց պայուսակի մեջ, սկսեց քայլել դեպի մետրո։ Չգիտեր, թե ինչ էր սպասվում ապագայում։ Չգիտեր, թե ինչպես է վճարելու հաջորդ ամսվա հաշիվները։ Չգիտեր, թե արդյոք ճիշտ բան էր արել։ Բայց գիտեր, բացարձակ վստահությամբ, որ այլս չէր կարող ապրել այնպես, ինչպես ապրում էր։ Անտեսանելի։ Չգնահատված։ Մոռացված։ Եվ մինչ իջնում էր մետրոյի աստիճաններով, կորչելով քաղաքի անանուն ամբոխի մեջ, Անին ինքն իրեն խոստում տվեց։ Այլս երբեք նա թույլ չի տա, որ որը մեկը իրեն փոքր զգա։ Այլս երբեք նա չի ընդունի ճանաչման փշրանքներ։ Այլս երբեք նա անտեսանելի չի լինի։ Այն, ինչ Անին չգիտեր, մինչ գնացքը նրան հեռացնում էր այդ վճռորոշ առավոտից, այն էր, որ իր պատմությունը Գագիկ Մանուկյանի հետ նոր էր սկսվում։ Որ այդ խզումը վերջ չէր, այլ սկիզբ մի բանի, որը շատ ավելի մեծ էր, շատ ավելի բարդ, անսահման, ավելի վտանգավոր, քան նա կարող էր պատկերացնել։ Որովհետև Գագիկ Մանուկյանը այն մարդը չէր, որը բաց էր թողնում այն, ինչը համարում էր իրենը։ Եվ առանց Անի իմացության, նա հենց նոր դարձել էր միակ բանը, որը նա չէր կարողանա վերահսկել։ Միակ մարդը, որը նրան մարտահրավեր էր նետել։ Միակը, որը հեռացել էր։ Եվ Գագիկ Մանուկյանի նման մարդիկ չգիտեն ինչպես վարվել մարդկանց հետ, ովքեր հեռանում են։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Կեսօրը տաք էր, երբ Անին բացեց բնակարանի դուռը։
Տիկին Սոնան նստած էր հյուրասենյակի մաշված բազկաթոռին, գործելով մի վերմակ, որը կարծես երբեք չէր ավարտվում։ Նա հայացքը բարձրացրեց, երբ դուստրը ներս մտավ, Անին տեսավ զարմանքը մոր դեմքին։ Ժամը ընդամենը 3-ն էր։ Նա երբեք այդքան շուտ չէր գալիս։ Ինչ-որ բան է պատահել, հարցրեց տիկին Սոնան, գործելը մի կողմ դնելով։ Նրա ձայնը խռպոտ էր, հոգնած։ Նա առավոտյան հազիս 1 նոպա էր ունեցել, Անին նկատեց աչքերի շուրջ հոգնածության հետքերից։ Անին հանեց կոշիկները, նստեց մոր կողքին, նրա ձեռքերն առնելով իր ձեռքերի մեջ։ Տիկին Սոնայի ձեռքերը փոքր էին ու սառը, կապտավուն երակները տեսանելի էին բարակ մաշկի տակ։ Ձեռքեր, որոնք այնքան շատ էին աշխատել, որոնք միայնակ մեծացրել էին դստերը, երբ հայրը հեռացել էր առանց հետ նայելու։ Ես ազատման դիմում գրեցի, ասաց Անին, որոշելով, որ ճշմարտությունն ավելի լավ է, քան ցանկացած հորինված պատմություն։ Այլս չկարողացա այնտեղ մնալ։ Տիկին Սոնան մի պահ լուռ մնաց, ուսումնասիրելով դստեր դեմքը այն սուր ընկալմամբ, որը միայն մայրերն ունեն։ Հետո, ի զարմանս Անիի, նա ժպտաց։ Փոքրիկ, բայց անկեղծ ժպիտ։ Արդեն ժամանակն էր, պարզապես ասաց նա։ Դու այդ վայրում մարում էիր։ Ես տեսնում էի, թե ինչպես է քո մի մասնիկը մեռնում ամեն օր։ Անին զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Բայց մամ, իսկ հաշիվները։ Քո դեղերը։ Վարձը։ Տիկին Սոնան սեղմեց դստեր ձեռքերը։ Մի բան կանենք։ Միշտ արել ենք։ Դու երիտասարդ ես, խելացի, իրավասու։ Ավելի լավ բան կգտնես։ Մի բան, որը քեզ կստիպի փայլել, ոչ թե մարել։ Այդ գիշեր Անին թարմացրեց իր ինքնակենսագրականը, սկսեց ուղարկել բոլոր ընկերություններին, որոնք կարողացավ գտնել։ Ֆինանսական, խորհրդատվական, խոշոր կորպորացիաներ, փոքր աճող ընկերություններ։ Նա ուներ ամուր փորձ, գործընկերներից անթերի երաշխավորագրեր, 5 տարվա պատմություն շուկայի ամենահարգված ընկերություններից մեկում։ Պատասխանները չպետք է ուշանային։ Բայց ուշացան։ Մի շաբաթ անցավ։ 2 շաբաթ։ Անին ստանում էր ավտոմատ պատասխաններ, շնորհակալություն հայտնելով հետաքրքրության համար, ասելով, որ իր պրոֆիլը կպահպանվի տվյալների բազայում։ Որոշ ընկերություններ նրան կանչում էին նախնական հարցազրույցների, ամեն ինչ խոստումնալից էր թվում։ Մինչ որ խորհրդավոր կերպով ընտրության գործընթացները չեղարկվում էին։ Հաստիքը լրացվել է ներքին կարգով, ասում էին։ Աշխատանքի ընդունման սառեցում, պնդում էին։ Պաշտոնի պրոֆիլի փոփոխություն, արդարանում էին։ Անին միամիտ չէր։ 5-րդ հնարավորությունից հետո, որն անհետացավ առանց համոզիչ բացատրության, նա սկսեց կասկածել։ Զանգահարեց մի գործընկերուհու, ով աշխատում էր մի մեծ խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների բաժնում, մեկին, ում վստահում էր։ Անի, ընկերուհու ձայնը լարված հնչեց հեռախոսով, ես չպետք է սա քեզ ասեմ։ Բայց քո անունը բացասական կերպով է շրջանառվում։ Ասում են, որ դու խնդրահարույց ես, որ առանց նախազգուշացման թողել ես կարևոր պաշտոն, որ վնասներ ես պատճառել միջազգային հաճախորդին։ Դա սուտ է, պատասխանեց Անին, զգալով, թե ինչպես է զայրույթը լեղու պես բարձրանում։ Ես աշխատանքից դուրս եմ եկել վիրավորական վերաբերմունքի պատճառով։ Ոչ մի վնաս չեմ պատճառել։ Գիտեմ, հոգոց հանեց ընկերուհին։ Բայց դու գիտես այս շուկան։ Ընկալումն ամեն ինչ է։ Եվ ինչ որ մեկը, շատ մեծ ազդեցությամբ, պատմության բոլորովին այլ տարբերակ է տարածում։ Ինչ որ մեկը։ Անին կարիք չուներ հարցնելու, թե ով։ Գագիկ Մանուկյանը կապեր ուներ հայկական ողջ ֆինանսական շուկայում։ Նրա մեկ խոսքը կարող էր դռներ բացել։ Կամ ամբողջությամբ փակել դրանք։ Հաջորդ օրերին Անին ակտիվացրեց որոնումները։ Փորձեց տարբեր ոլորտներ, ավելի փոքր ընկերություններ, ավելի ցածր աշխատավարձով պաշտոններ։ Բայց միշտ նույն բանն էր տեղի ունենում։ Նախնական հետաքրքրություն, խոստումնալից հարցազրույցներ, հետո լռություն։ Նրան համակարգված կերպով արգելափակում էին։ Իսկ փողը վերջանում էր։ Դեկտեմբերն առաջ էր գնում։ Երանի փողոցները լցվում էին ամանորյա զարդարանքներով, գունավոր լույսերով, արտրի կենտրոններում, հրապարակներում հսկա տոնածառներով։ Ամենուր տոնական երաժշտություն էր հնչում։ Մթնոլորտը տոնական էր, հույսի, նորոգման։ Բայց Անին զգում էր, կարծես խեղդվում է, մինչ բոլորը շուրջը տոնում էին։ Տիկին Սոնայի վիճակը վատացավ։
Մի գիշեր Հազն այնքան ուժեղացավ, որ Անին ստիպված եղավ նրան շտապօգնության կենտրոն տանել։ Նրանք 4 ժամ սպասեցին սառը մարդաշատ սպասասրահում։ Երբ վերջապես նրանց ընդունեցին, բժիշկն անմիջապես ասաց. Տիկին Սոնային անհրաժեշտ էին ավելի մանրամասն հետազոտություններ, դեղորայքի հնարավոր ճշգրտումներ, մշտական հսկողություն։ Այս ամենը փող արժեր, որը Անին այլս չուներ։ Այդպիսի գիշերներից մեկին, նստած մոր անկողնու կողքին, որը վերջապես քնել էր ժամեր 10 հազից հետո, Անին լաց եղավ։ Լաց եղավ լուռ, թույլ տալով, որ արցունքները հոսեն առանց ձայն հանելու։ Նա ճիշտ բան էր արել, դուրս գալով այդ աշխատանքից։ Դա գիտեր հոգու խորքում։ Բայց ճիշտ բանը չափազանց թանկ էր նստում։ Հեռախոսը թրթռաց լուսադեմին։ Անին նայեց էկրանին, դեռս լացից ուռած աչքերով։ Անհայտ համար։ Նա քիչ մնաց չպատասխաներ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան սահեցնել մատը ընդունել զանգը։ Անի Կարապետյան, կանացի, պրոֆեսիոնալ քաղաքավարի ձայն։ Իմ անունը Ջուլիետա է, ես պարոն Գագիկ Մանուկյանի գործադիր օգնականն եմ։ Նա կցանկանար վաղը, ժամը 10-ին, զրուցել ձեզ հետ գրասենյակում։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Ասացեք պարոն Մանուկյանին, որ ես նրա հետ խոսելու ոչինչ չունեմ։ Դադար եղավ։ Հասկանում եմ ձեր դիրքորոշումը, տիկին Կարապետյան։ Բայց պարոն Մանուկյանը պնդում է, որ դա մասնագիտական հարց է, ոչ թե անձնական։ Մի առաջարկ, որը կարող է ձեզ հետաքրքրել։ Ես նրա առաջարկներով հետաքրքրված չեմ, պատասխանեց Անին, բայց նրա ձայնն այնքան վստահ չհնչեց, որքան կցանկանար։ Հատկապես, որովհետև վարձի կտրոնի վճարման ժամկետը 3 օրից էր, նա այն վճարելու հնարավորություն չուներ։ Տիկին Կարապետյան, օգնականի ձայնն ավելի ցածրացավ, գրեթե մտերմիկ, ես ձեզ հետ աշխատել եմ 2 տարի, նախքան ձեր նախկին պաշտոնը ստանձնելը։ Գիտեմ, թե որքան դժվար կարող է լինել պարոն Մանուկյանը։ Բայց նա գիտեմ, որ նա երբեք անձնական հանդիպում չի կազմակերպել առաջարկներ անելու համար։ Եթե նա խնդրում է զրուցել, նշանակում է, որ այն, ինչ ունի ասելու, իսկապես կարևոր է։ Գոնե լսեք։ Լսելով ոչինչ չեք կորցնի։ Անին լուռ մնաց։ Տրամաբանությունն անթերի էր, որքան էլ ցավալի լիներ դա ընդունելը։ Նրան փող էր պետք։ Շտապ էր պետք։ Եվ եթե իսկապես մասնագիտական առաջարկ կար, որքան էլ վատ լիներ նորից աշխատել Գագիկ Մանուկյանի հետ, նա չուներ հրաժարվելու շքեղությունը, առանց գոնե իմանալու, թե ինչի մասին է խոսքը։ Ժամը 10-ին, վերջապես ասաց նա։ Բայց եթե դա ժամանակի կորուստ լինի, ես կհեռանամ։ Հասկանալի է։ Պարոն Մանուկյանը շնորհակալ է ձեր պատրաստակամության համար։ Անին անջատեց հեռախոսը, մնաց նայելով մութ սենյակի առաստաղին։ Ինչ կարող էր ուզել Գագիկ Մանուկյանը 3 շաբաթ անց։ Այն բանից հետո, երբ ստեր էր տարածել իր մասին շուկայում, ոչնչացնելով կյանքը վերականգնելու իր հնարավորությունները։ Ինչ տեսակի առաջարկ կարող էր արդարացնել այս ամենը։ Հաջորդ առավոտ Անին զգուշությամբ ընտրեց հագուստը։ Չէր ուզում հուսահատ երալ, բայց նա չէր կարող իրեն թույլ տալ ամբարտավան երալ։ Ընտրեց նույն մուգ կապույտ կոստյումը, որը հագել էր ազատման օրը։ Խորհրդանշական ընտրություն։ Նա չէր փոխի իր էությունը Գագիկ Մանուկյանին հաճոյանալու համար։ Տիկին Սոնան քնած էր, երբ Անին դուրս եկավ։ Նա սառնարանի վրա գրություն թողեց, պարզապես ասելով, որ հարցազրույցի է գնում, շուտով կվերադառնա։ Չնշեց, թե ում հետ։ Չէր ուզում մորն անհանգստացնել։ Մանուկյան գրուպը իշենքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Անին հիշում էր։ Հոյակապ, ժամանակակից, մուտքի մոտ զուսպ, բայց անսխալ ճանաչելի լոգոտիպով։ Նա բարձրացավ այն վերելակով, որով այնքան շատ անգամ էր բարձրացել, բայց այժմ որպես այցելու, ոչ թե աշխատակից։ Տարբերությունը նուրբ էր, բայց ցավեցնող։ Ջուլիետան նրան դիմավորեց 23-րդ հարկի ընդունարանում։ Նա մոտ 30 տարեկան, էլեգանտ կին էր, պրոֆեսիալ ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Անի, ինչ հաճելի է ձեզ նորից տեսնել։ Պարոն Մանուկյանը սպասում է գլխավոր նիստերի դահլիճում։ Նույն սենյակը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Անին խորը շունչ քաշեց մտնելուց առաջ։ Գագիկը կանգնած էր համայնապատկերային պատուհանի մոտ, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Նա շրջվեց, երբ Անին ներս մտավ, մի ակնթարթ Անին նրա դեմքին մի բան տեսավ, որը զարմացրեց նրան։ Անվճռականություն։
Շնորհակալ եմ, որ եկաք, ասաց Գագիկը, Անին նկատեց, որ 5 տարվա մեջ առաջին անգամ էր լսում, թե ինչպես է նա իրեն շնորհակալություն ասում։ Եկեք անցնենք գործի, պատասխանեց Անին, ձայնը վստահ պահելով։ Ինչ եք ուզում։ Գագիկը ժեստով ցույց տվեց սեղանի շուրջ դրված աթոռները։ Կարող ենք նստել։ Նախընտրում եմ կանգնած մնալ։ Նա գլխով արեց, կարծես սպասում էր այդ պատասխանին։ Լավ։ Այդ դեպքում ուղիղ կասեմ։ Ինձ ձեր օգնությունն է պետք մի նուրբ իրավիճակում։ Անին քիչ մնաց ծիծաղեր։ Իմ օգնությունը։ Այն բանից հետո, երբ ստեր տարածեցիք իմ մասին ողջ շուկայում։ Այն բանից հետո, երբ սաբոտաժի ենթարկեցիք ինձ ունեցածս բոլոր աշխատանքային հնարավորություններում։ Դուք խիզախություն ունեք։ Գագիկը, ի պատիվ իրեն, անհարմար տեսք ընդունեց։ Ես ստեր չեմ տարածել։ Ես որոշ կապերի հասկացրել եմ, որ մտահոգություններ ունեմ այնձի վերաբերյալ, որով դուք հեռացաք ընկերությունից։ Դա ստեր տարածել է այլ բառերով։ Գուցե, ընդունեց նա, նրա համաձայնությունը լսելու զարմանքը ստիպեց Անին դադարեցնել վիճաբանությունը։ Ես վատ վարվեցի։ Վարվեցի վիրավորված հպարտությունից, զայրույթից։ Եվ դա ընդունում եմ։ Անին խաչեց ձեռքերը։ Ընդունելը վնասը չի վերացնում։ Ոչ, չի վերացնում։ Բայց ես կարող եմ այլ բաներ անել։ Գագիկը սեղանի վրայից մի թղթապանակ վերցրեց, մեկնեց նրան։ Սա ժամանակավոր պայմանագրի առաջարկ է։ 2 ամիս։ Դուք ինձ կուղեկցեք սոցիալական կորպորատիվ միջոցառումներին տոնական սեզոնի ընթացքում։ Բարեգործական ընթրիքներ, կորպորատիվ երեկույթներ, հանդիպումներ գործընկերների հետ։ Անին վերցրեց թղթապանակը, առանց բացելու։ Եվ ինչու ես դա պետք է անեմ։ Որովհետև վճարումը հավասար է ձեր նախկին աշխատավարձի 6 ամսվան։ Գումարած, լրացուցիչ արտոնություններ։ Եվ որովհետև պայմանագրի ավարտին ես անձամբ կբացեմ բոլոր այն դռները, որոնք փակել եմ։ Անթերի երաշխավորագրեր, ուղիղ կապեր լավագույն ընկերությունների գործադիր տնօրենների հետ։ Ձեր կարիերան ոչ միայն կվերադառնա իր հունը, այլ կթռչի։ Անին վերջապես բացեց թղթապանակը։ Թվերն իրական էին։ Իրականում, անհավանականորեն առատաձեռն։ Այդ գումարով նա կարող էր վճարել բոլոր պարտքերը, պատշաճ կերպով խնամել մորը, ունենալ ֆինանսական պահուստ։ Բայց միշտ կին կար։ Ինչու եք հատկապես ինձ դիմում, հարցրեց նա, նայելով նրան։ Դուք ռեսուրսներ ունեք ցանկացած մարդու վարձելու համար։ Գագիկը նորից տատանվեց։ Որովհետև ինձ պետք է մեկը, ով ճանաչում է իմ աշխատանքը, իմ առօրյան, ով գիտի ինչպես վարվել անկանխատեսելի իրավիճակներում։ Եվ որովհետև նա կանգ առավ, կարծես հաջորդ բառերը թանկ արժեին, որովհետև դու միակ մարդն ես, ով ինձ հետ մարդու պես է վարվել, նույնիսկ երբ ես դրան արժանի չէի։ Ինձ պետք է իրական մարդ իմ կողքին, ոչ թե հաճոյանալ ծածնողս մեկ աշխատակից։ Անին ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով մանիպուլյացիայի նշաններ։ Բայց այն ամենը, ինչ տեսավ, հոգնածություն էր։ Գագիկ Մանուկյանը, մարդը, որը միշտ պողպատից պատրաստված էր թվում, հյուծված տեսք ուներ։ Էլի ինչ-որ բան կա, պնդեց նա։ Սա չի բացատրում այս ամբողջ առաջարկը։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Ամանորի նախօրեին մի կարևոր միջոցառում կա։ Բարեգործական ընթրիք, պոտենցիալ ներդրողների երկարաժամկետ գործընկերների հետ։ Ես այնտեղ կլինեմ իմ նախկին հարսնացուի հետ։ Լիլիթի։ Նա վերադարձել է Հայաստան Եվրոպայում անցկացրած տարիներից հետո, փորձում է վերականգնել կապը։ Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ հանրային վերամիավորումը լավ կերպար կստեղծի։ Ահա, ասաց Անին, վերջապես հասկանալով։ Դուք ուզում եք ինձ որպես վահան օգտագործել։ Ոչ թե որպես վահան։ Որպես գործընկեր։ Որպեսզի պարզ լինի, որ իմ կյանքն առաջ է գնացել։ Իսկ գնացել է։ Ինձ թվում է, թե դուք բոլորին ստում եք, այդ թվում ինքներդ ձեզ։ Գագիկը նայեց նրա աչքերին։ Գուցե։ Բայց առայժմ ինձ այս կեղծիքը պետք է։ Իսկ քեզ, փողը։ Մենք կարող ենք օգնել միմյանց։ Դա ցինիկ էր։ Դա մանիպուլյատիվ էր։ Դա այն ամենն էր, ինչ Անին ատում էր։ Բայց դա նա իրական էր։ Նա մտածեց տիկին Սոնայի մասին, որը գիշերները հազում էր։
Մտածեց ուշացած հաշիվների մասին։ Մտածեց փակ դռների անորոշ ապագայի մասին։ Մտածեց, որ երբեմն գոյատելը նշանակում է անկատար ընտրություններ կատարել։ Ես ամեն ինչ գրավոր եմ ուզում, վերջապես ասաց նա։ Յուրաքանչյուր մանրուք 50% կանխավճար։ Եվ դուք հիմա եք ստորագրում երաշխավորագիրը, ոչ թե պայմանագրի վերջում։ Գագիկը գլխով արեց։ Այն ամենը, ինչ խնդրեք։ Եվս մեկ բան, Անին մի քայլ արեց դեպի նա։ Այս 2 ամիսների ընթացքում դուք ինձ հետ հարգանքով եք վարվում։ Ոչ մի նվաստացում, ոչ մի իշխանական խաղ։ Հակառակ դեպքում ես նույն պահին կհեռանամ, այս անգամ դուք ինձ այլս չեք գտնի։ Առաջին անգամ, երբ Անին սենյակ մտավ, Գագիկը ժպտաց։ Փոքրիկ, գրեթե աննկատ, բայց անկեղծ ժպիտ։ Պայմանավորվեցինք։ Նրանք պայմանավորվեցին հենց այնտեղ։ Ջուլիետային կանչեցին, նա վկայեց պայմանագրի ստորագրումը, պատրաստեց բոլոր փաստաթղթերը։ 1 ժամից էլ քիչ ժամանակում Անին իր հաշվին ուներ պայմանավորված գումարի 50%-ը անձամբ Գագիկ Մանուկյանի կողմից ստորագրված երաշխավորագիր։ Երբ նա այդ առավոտ դուրս եկավ շենքից, դեկտեմբերյան առը շողում էր ավելի պայծառ, քան երբը։ Անին չգիտեր, թե արդյոք ճիշտ բան էր արել։ Չգիտեր, թե ինչի մեջ էր խառնվում։ Բայց գիտեր, որ առնվազն առայժմ կկարողանա շնչել։ Կկարողանա խնամել մորը։ Կկարողանա գոյատել։ Այն, ինչ Անին չէր կարող տեսնել, գուցե այդպես ավելի լավ էր, այն էր, որ Գագիկ Մանուկյանը նրան հետում էր 23-րդ հարկի պատուհանից, ուղեկցելով նրա ուրվագիծը, մինչ նա անհետացավ հյուսիսային պողոտայի ամբոխի մեջ։ Եվ առաջին անգամ 15 տարվա մեջ, այն օրվանից, երբ Լիլիթը դավաճանել կոտրել էր նրա սիրտը, Գագիկը զգաց մի բան, որը ոչ միայն մեղքի զգացում կամ մասնագիտական պարտավորություն էր։ Նա հույս զգաց։ Հույս, որ գուցե, միայն գուցե, այն կինը, որը նրան մարտահրավեր էր նետել, որը հեռացել էր, որը նրան ստիպել էր կասկածի տակ դնել այն ամենը, ինչին հավատում էր իր մասին, կարող էր նրան սովորեցնել մի բան, որը նա կարծում էր, թե ընդմիշտ մոռացել է։ Ինչպես նորից մարդ լինել։ Առաջին միջոցառումը հաջորդ օրն էր։ Ընթրիք կենտրոնի 5 աստղանի հյուրանոցներից մեկում։ Գագիկը Անի համար զգեստ էր ուղարկել, բայց նա հրաժարվել գնել էր իր սեփականը, մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, որի վրա ծախսել էր վերջին 1 տարում խնայած ողջ գումարը։ Նա այլս ոչինչ չէր ընդունի, բացի նրանից, ինչը նշված էր պայմանագրում։ Երբ հասավ հյուրանոց, տեսավ Գագիկին, որը սպասում էր մուտքի մոտ, անթերի սմոքինգով, Անին զգաց, թե ինչպես սիրտը տարօրինակ կերպով բաբախեց։ Նա այլ էր։ Գուցե դա ամանորյա զարդարանքների ոսկեգույն լույսն էր։ Գուցե պարզապես իր ընկալումն էր փոխվում։ Բայց նրա մեջ ինչ-որ բան ավելի փափուկ էր թվում, ավելի քիչ զրահապատ։ Դուք հիասքանչ տեսք ունեք, ասաց Գագիկը, երբ նա մոտեցավ։ Ներկայանալի տեսք ունենալը պայմանագրի մաս է, պատասխանեց Անին, բայց զգաց, թե ինչպես են այտերը կարմրում։ Նրանք միասին ներս մտան, Անին նկատեց հետաքրքրասեր հայացքները։ Գագիկ Մանուկյանը, ֆինանսական շուկայի ամենացանկալի անհասանելի ամուրին, ուղեկցվում էր մի կնոջով, ում ոչ ոք չէր ճանաչում։ Շշուկներն անմիջապես սկսվեցին։ Գիշերն անցավ մակերեսային զրույցների, պաշտոնական ներկայացումների կեղծ ժպիտների մշուշի մեջ։ Գագիկը նրան ներկայացնում էր որպես գործընկեր, հատուկ խորհրդատու, միշտ հարգանքով ուշադրությամբ։ Անին կատարելապես խաղում էր իր դերը, բայց ներսում իրեն ինքնակոչ էր զգում։ Ընթրիքի կեսին Անին տեսավ նրան։ Լիլիթին։ Նա սրահ մտավ այնպես, կարծես տեղն իրենն էր, կարմիր, կիպ զգեստով, բաց գույնի ուղիղ մազերով, հաշվարկված ժպիտով։ Գեղեցիկ, վստահ, վտանգավոր։ Նա ուղիղ նայեց Գագիկին Անիին, նրա աչքերը թեթակի կկոցվեցին, նախքան կատարյալ ժպիտին վերադառնալը։ Նա այստեղ է, մրմնջաց Անին։ Գիտեմ, լարված պատասխանեց Գագիկը։ Լիլիթը չափված քայլերով մոտեցավ նրանց սեղանին, յուրաքանչյուր շարժումը ուսումնասիրված էր ուշադրություն գրավելու համար։ Գագիկ, սիրելիս, ասաց նա թունավոր մեղրի պես քաղցր ձայնով։ Ինչ անակնկալ է քեզ ուղեկցությամբ տեսնելը։ Լիլիթ, սառը պատասխանեց Գագիկը։ Սա Անի Կարապետյանն է, իմ գործընկերը։ Լիլիթը ձեռքը մեկնեց Անին մի ժպիտով, որը չէր համապատասխանում աչքերի սառնությանը։ Հաճելի է։ Հուսով եմ, գիտեք, թե ինչի մեջ եք խառնվում։ Գագիկը կարող է դժվար լինել։
Ես հստակ գիտեմ, թե ինչի մեջ եմ խառնվել, պատասխանեց Անին, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Եվ վստահեցնում եմ, շատ ավելի դժվար բաներ եմ տեսել։ Լիլիթի ժպիտը մի ակնթարթ տատանվեց։ Հետաքրքիր է։ Դե ինչ, Գագիկ, մենք պետք է խոսենք։ Անցյալի մասին։ Ապագայի մասին։ Մեր մասին։ Մենք գոյություն չունի, ասաց Գագիկը։ Արդեն 15 տարի է, ինչ գոյություն չունի։ Լիլիթը հակվեց, ձեռքերը դնելով սեղանին։ 15 տարին չի ջնջում այն, ինչ մենք ունեցել ենք։ Դու դա գիտես։ Ես դա գիտեմ։ Եվ վստահ եմ, որ քո գործընկերն էլ գիտի։ Անին զգաց օդում կախված լարվածությունը, որը մառախուղի պես խիտ էր։ Նա նայեց Գագիկին, նրա աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան հասկանալ։ Այդ կինը ոչ միայն հեռացել էր։ Նա ոչնչացրել էր։ Նրանից խլել էր վստահելու, սիրելու, խոցելի լինելու ունակությունը։ Եվ այդ պահին, նստած այդ շքեղ սրահում, շրջապատված ամանորյա զարդարանքներով, կեղծ մարդկանցով, Անին որոշում կայացրեց։ Նա այստեղ էր փողի համար, այո։ Բայց նա այստեղ էր, որովհետև, հակառակ ողջ տրամաբանության ինքնապահպանման, նա սկսում էր հոգ տանել։ Այդ կոտրված մարդու մասին, որը թաքնված էր հզոր գործադիր տնօրենի դիմակի տակ։ Այդ չպատմված պատմության մասին։ Այդ անհավանական բուժման հնարավորության մասին։ Լիլիթ, ասաց Անին, վեր կենալով կանգնելով Գագիկի կողքին, կարծում եմ ավելի լավ է ուրիշ սեղան փնտրեք։ Սա զբաղված է։ Լիլիթի աչքերը փայլեցին զսպված կատաղությամբ, բայց նա պահպանեց ժպիտը։ Իհարկե։ Ցտեսություն, Գագիկ։ Այս խոսակցությունը չի ավարտվել։ Երբ նա հեռացավ, Գագիկը Անին նայեց մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Երախտագիտություն։ Մաքուր պարզ երախտագիտություն։ Շնորհակալ եմ, ցածր ասաց նա։ Դա պայմանագրի մաս է, պատասխանեց Անին, բայց երկուսն էլ գիտեին, որ դա միայն դա չէր։ Երկուսն էլ գիտեին, որ այդ գիշեր ինչ-որ բան փոխվել էր։ Որ սառը պայմանագրի մշակված կեղծիքի մեջ ինչ-որ իրական բան էր սկսում ծաղկել։ Ինչ-որ վտանգավոր բան։ Ինչ-որ անխուսափելի բան։ Մի բան, որին ոչ Անին, ոչ Գագիկը պատրաստ չէին դիմակայելու։ Հաջորդ օրերը իրականության բեմականացման մեջ բարդ էին։ Անին Գագիկին ուղեկցում էր գրեթե ամենօրյա միջոցառումներին։ Գործընկեր ընկերությունների բացումներ, բարեգործական ընթրիքներ, կորպորատիվ երեկույթներ, յուրաքանչյուրը նախորդից ավելի շքեղ։ Երանը տոնական տեսք էր ընդունել, նրանք երկուսով դարձել էին քաղաքի էլիտար շրջանակների մշտական ներկայացուցիչները։ Անին արագ սովորեց կողմնորոշվել այդ աշխարհում։ Սովորեց, որ թվացյալ սովորական զրույցները թաքցնում էին միլիոնավորների գործարքներ։ Որ ջերմ ժպիտները հաճախ քողարկում էին մեջքի հետում սրված դանակներ։ Որ արտաքին տեսքն ու ընկալումը նույնքան կարևոր էին, որքան իրական իրավասությունը։ Բայց ամենից շատ նա սովորեց հետել Գագիկ Մանուկյանին, երբ նա կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Եվ այն, ինչ նա տեսնում էր, զարմացնում էր նրան։ Հանրության մեջ Գագիկը հաջողակ գործարարի մարմնացումն էր։ Վստահ, պերճախոս, զուսպ։ Բայց կային պահեր, երբ դիմակը սահում էր։ Երբ կարծում էր, թե Անին շեղված է այլ հյուրերի հետ զրուցելով, նա նրան բռնացնում էր դատարկությանը նայելիս, աչքերում խորը հոգնածության արտահայտությամբ։ Երբ ինչ-որ մեկը հիշատակում էր ընտանիք, նա նկատում էր, թե ինչպես է նա կարծրանում, ինչպես են ուսերն աննկատ լարվում։ Երբ տոնական երաժշտություն էին միացնում, նա տեսնում էր, թե ինչպես է ցավի նման մի բան կարճ ժամանակով անցնում նրա դեմքով։ Այդպիսի գիշերներից մեկին Անին որոշեց խախտել նրանց միջ լռությունը։ Նրանք վերադառնում էին կենտրոնի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջոցառումից։ Գագիկը վարորդ ուներ, բայց տղամարդուն տուն ուղարկեց Անին առաջարկեց տանել։ Նա համաձայնեց, ոչ թե որովհետև կարիք ուներ, այլ որովհետև զգաց, որ նրան ընկերակցություն է պետք։ Մեքենան սահում էր Երանի լուսավոր փողոցներով։ Պատուհաններից դուրս մարդիկ վազում էին գնումների տոպրակներով, ընտանիքները զբոսնում էին, հիանալով զարդարանքներով, զույգերը քայլում էին ձեռք ձեռքի տված։ Ամբողջ քաղաքը կարծես ընդգրկված էր տարեվերջյան ջերմ գրկախառնության մեջ։ Մեքենայի ներսում լռությունը ծանր էր։ Դուք երբեք ինձ չպատմեցիք, վերջապես ասաց Անին, թե ինչ է պատահել Լիլիթի հետ։ Գագիկը հայացքը պահեց ճանապարհին։ Դա ուրախ պատմություն չէ։
Լավագույն պատմությունները երբեք ուրախ չեն լինում։ Նա այնքան երկար լուռ մնաց, որ Անին մտածեց, թե նա չի պատասխանի։ Հետո, երբ արդեն 3 թաղամաս էին անցել, նա սկսեց խոսել. Ես Լիլիթին հանդիպեցի, երբ 23 տարեկան էի։ Ես ոչ ոք էի։ Երանի ծայրամասային թաղամասերից մի աղքատ ընտանիքի զավակ, օրական 16 ժամ աշխատում էի 2 տարբեր աշխատանքներում, գիշերները սովորում էի համալսարանն ավարտելու համար։ Նա գործարարների դուստր էր, հարուստ, գեղեցիկ, բոլորովին իմ մակարդակից դուրս։ Բայց ինձ ընտրեց։ Կամ գոնե ես այդպես էի կարծում այն ժամանակ։ Անին լուռ լսում էր, տեսնելով Գագիկի մի կողմը, որը երբեք չէր պատկերացրել։ Մենք 5 տարի միասին էինք, շարունակեց նա, ձայնն ավելի լարված դառնալով։ Ես 0-ից կառուցում էի իմ ընկերությունը, խելագարի պես աշխատում էի նրան այնպիսի կյանք տալու համար, որին նա արժանի էր։ Նա ասում էր, որ սիրում է ինձ։ Ասում էր, որ փողը նշանակություն չունի, որ ինձ հետ է իմ էության համար։ Ես հավատում էի յուրաքանչյուր բառին։ Նա մեքենան կանգնեցրեց կարմիր լույսի տակ։ Մի հանրախանութի ամանորյա լույսերն արտացոլվում էին դիմապակու վրա, ստեղծելով գունավոր նախշեր, որոնք պարում էին նրա դեմքին։ Մի օր գործուղումից շուտ վերադարձա տուն։ Ուզում էի անակնկալ մատուցել, հենց նոր էի կնքել իմ առաջին խոշոր պայմանագիրը, վերջապես իրական փող ունեինք։ Նրան գտա մեր անկողնում իմ գործընկերոջ հետ։ Իմ լավագույն ընկերոջ։ Մարդու, ում եղբայր էի համարում։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Գագիկ, ցավում եմ։ Դա միայն դավաճանությունը չէր, ասաց նա, այժմ նրա ձայնը լի էր հին, բայց դեռ կենդանի ցավով։ Դա այն էր, ինչ նա ասաց հետո։ Երբ տեսավ ինձ այնտեղ, դռան մոտ կանգնած, նա նույնիսկ չփորձեց ժխտել կամ ներողություն խնդրել։ Նա ծիծաղեց։ Ասաց, որ հոգնել է սպասելուց, թե երբ ես կարևոր մարդ կդառնամ։ Ասաց, որ իմ գործընկերն ավելի շատ ամբիցիա ունի, ավելի շատ ապագայի տեսլական։ Որ ես չափազանց լավն էի, չափազանց բարի, չափազանց թույլ բիզնես աշխարհում հաղթելու համար։ Լույսը կանաչեց, բայց Գագիկը մեքենան չշարժեց։ Մեքենաները հետից ազդանշան տվեցին։ Նա կարծես չնկատեց։ Ես ապացուցեցի, որ նա սխալվում էր, շարունակեց նա։ Գնեցի իմ նախկին գործընկերոջ բաժնեմասը ընկերությունում, գործնականում ոչնչացրի նրան շուկայում։ Կայսրություն կառուցեցի։ Դարձա ճիշտ այնպիսի մարդ, ինչպիսին նա ասում էր, որ երբեք չեմ լինի։ Հզոր, անողոք, հաջողակ։ Բայց այդ ընթացքում դարձա նա ճիշտ այնպիսի մարդ, ինչպիսին երդվել էի երբեք չլինել։ Մեկը, ով անկարող է վստահել։ Մեկը, ով մարդկանց վերաբերվում է որպես խաղի կտորների։ Մեկը, ով մոռացել է, թե ինչպես զգալ։ Անին ձեռքը մեկնեց նրբորեն դիպավ նրա թին։ Դուք ամբողջությամբ չեք մոռացել։ Եթե մոռացած լինեիք, հիմա ինձ սա չէիք պատմի։ Գագիկը վերջապես նայեց նրան, Անին տեսավ չթափված արցունքներ, որոնք փայլում էին նրա աչքերում։ Գուցե։ Կամ գուցե ես այնքան եմ հոգնել ծածնելուց, որ վերջապես կոտրվել եմ։ Մեքենան նորից շարժվեց։ Նրանք լուռ մնացին մինչ Անիի բնակարան հասնելը։ Երբ կանգ առան նոր նորքի համեստ շենքի դիմաց, Գագիկն անջատեց շարժիչը։ Կարող եմ մի հարց տալ, ասաց նա։ Անին գլխով արեց։ Ինչու ընդունեցիք իմ առաջարկը։ Գիտեմ, որ փողի կարիք ունեիք, բայց կարող էիք հրաժարվել։ Կարող էիք այլ լուծումներ փնտրել։ Ինչու եկաք։ Անին ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Որովհետև չնայած ամեն ինչին, չնայած նրան, թե ինչպես եք ինձ հետ վարվում, ես միշտ ինչ-որ բան եմ տեսել ձեր մեջ։ Ինչ-որ կոտրված, բայց ոչ ամբողջությամբ ոչնչացված բան։ Եվ ես, նա տատանվեց, փնտրելով ճիշտ բառերը, ես ծանոթ եմ այդ զգացողությանը։ Կոտրված լինել, բայց ծածնել, թե ամբողջական ես։ Պատեր կառուցել, որպեսզի ոչ ոք չտեսնի ջաքերը։ Այժմ Գագիկն էր, որ դիպավ նրա թին։ Դուք կոտրված չեք, Անի։ Դուք ամենաուժեղ մարդն եք, ում ես ճանաչում եմ։ Նա տխուր ժպտաց։ Դրսից ուժեղ։ Ներսից տարիներ շարունակ փշրվում եմ։ Այն օրվանից, երբ հայրս հեռացավ, երբ ես 10 տարեկան էի։ Այն օրվանից, երբ մայրս հիվանդացավ, ես ստիպված էի մի գիշերում մեծանալ։
Այն օրվանից, երբ սովորեցի, որ անկախ նրանից, թե որքան եմ աշխատում, որքան եմ ջանք թափում, որոշ մարդկանց համար երբեք բավականաչափ լավը չեմ լինի։ Գագիկի աչքերը թեթակի լայնացան։ Ես ստիպեցի ձեզ այդպես զգալ։ Գրասենյակում։ Այդ բոլոր տարիներին։ Դուք ստիպեցիք, հաստատեց Անին։ Բայց ես էլ թույլ տվեցի։ Որովհետև ինչ-որտեղ խորքում ես հավատում էի, որ գուցե նրանք ճիշտ են։ Որ ես բավականաչափ լավը չեմ։ Որ պետք է ինձ սպանեմ աշխատանքով, որպեսզի արժանի լինեմ այնտեղ լինելուն։ Նրանք նստած էին կայանված մեքենայում, երկու կոտրված մարդիկ, որոնք կիսում էին իրենց սպիները փողոցի լապտերների թույլ լույսի տակ։ Եվ այդ պահին նրանց մեջ ինչ-որ բան փոխվեց։ Դա դրամատիկ չէր։ Չկար ֆոնային երաժշտություն կամ կատարյալ լուսավորություն։ Դա պարզապես իրական էր։ Ազնիվ։ Մարդկային։ Անին պետք է ներս մտներ, տիկին Սոնան կսպասեր։ Բայց մեքենայից դուրս գալուց առաջ նա շրջվեց դեպի Գագիկը։ Շնորհակալ եմ, որ պատմեցիք Լիլիթի մասին։ Գիտեմ, որ հեշտ չէր։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Որ չդատեցիք ինձ։ Ես ոչ ոքի դատելու վիճակում չեմ, ասաց նա տխուր ժպիտով։ Մենք երկուսս էլ անում ենք լավագույնը, ինչ կարող ենք, նրանով, ինչ ունենք։ Հաջորդ օրերին նրանց միջ դինամիկան նրբորեն փոխվեց։ Զրույցներն ավելի երկարեցին, ավելի խորը։ Գագիկը սկսեց նրա կարծիքը հարցնել բիզնես որոշումների վերաբերյալ, ոչ թե պարզապես ձականության համար, այլ անկեղծորեն հետաքրքրված լինելով, թե նա ինչ է մտածում։ Անին իր հերթին սկսեց իջեցնել պաշտպանությունը, կիսվելով մանկության պատմություններով, մոր մասին անհանգստություններով, երազանքներով, որոնք վաղուց դրել էր դարակը։ Բայց ամեն ինչ հանգիստ չէր։ Լիլիթը գնալով ավելի ներկա էր դառնում։ Նա հայտնվում էր նույն միջոցառումներին, միշտ սուր մեկնաբանություններով, քաղաքավարության քողի տակ։ Միշտ Գագիկին դիպչելով մտերմիկ ձով, հիշեցնելով ընդհանուր հիշողությունները, կասկածի սերմեր ցանելով բոլոր դիտորդների մտքում։ Այդպիսի առիթներից մեկին, կենտրոնի ակումբներից մեկում տեղի ունեցած բարեգործական երեկույթի ժամանակ, Լիլիթը վերջապես իսկապես հարձակվեց։ Անին հեռացել էր մոր զանգին պատասխանելու, երբ Լիլիթը մոտեցավ, ձեռքերում երկու բաժակ շամպայն։ Անի, սիրելիս, ասաց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կարող ենք զրուցել։ Անին անմիջապես կասկածեց, բայց քաղաքավարությունից ելնելով ընդունեց բաժակը։ Ինչի՞։ Մասին։ Գագիկի մասին։ Լիլիթը դանդաղ կում արեց։ Դուք գիտեք, որ նա երբեք իսկապես ձեզ չի տրվելու, այնպես չէ՞։ Նա անկարող է դրան։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում, քան որևէ մեկը։ Ես եմ նրան ձավորել։ Այն ամենը, ինչ նա այսօր է, իմ շնորհիվ է։ Անին պահպանեց չեզոք արտահայտությունը, բայց ներսում զայրույթը եռում էր։ Հետաքրքիր է։ Ինչպես ես եմ լսել պատմությունը, այն ամենը, ինչ նա այսօր է, հակառակ ձեզ է։ Լիլիթի աչքերը վտանգավոր կերպով փայլեցին։ Ահա, ուրեմն նա իր տարբերակն է պատմել։ Թույլ տվեք, գուշակեմ։ Խեղճ Գագիկը, դավաճանված զգացմունքայինորեն ոչնչացված չար Լիլիթի կողմից։ Նա շատ լավ է դրանում, գիտեք։ Իրեն զոհի տեղ դնելու մեջ։ Ես այստեղ չեմ եկել ձեր խաղերը խաղալու, ասաց Անին, վերադարձնելով անձեռնխելի բաժակը։ Եթե ուզում եք Գագիկի հետ խոսել, խոսեք նրա հետ։ Լիլիթը բռնեց Անիի թից, նախքան նա կկարողանար հեռանալ։ Լավ լսիր, սիրելիս։ Ես Գագիկին թողեցի, որովհետև նա թույլ էր։ Չափազանց բարի, չափազանց զգացմունքային, չափազանց մարդկային։ Բայց հիմա նա մոտեցավ, ձայնը ցածր թունավոր, հիմա նա ճիշտ այն է, ինչ ես միշտ ուզել եմ։ Հզոր, հարուստ, ազդեցիկ։ Եվ ես նրան հետ եմ բերելու։ Ինչ գնով էլ լինի։ Անին կտրուկ շարժումով ազատվեց։ Դուք նրան հետ չեք բերի, որովհետև նա առարկա չէ, որը կարող եք վերցնել թողնել, երբ ցանկանաք։ Նա մարդ է։ Եվ արժանի է մեկին, ով կսիրի նրան այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե նրա համար, ինչ նա ունի։ Լիլիթը ծիծաղեց, մի սուր տհաճ ձայն։ Եվ դուք կարծում եք, որ այդ մարդը դուք եք։ Մի սովորական օգնական, ում նա վերցրել է բարեգործությունից ելնելով։ Սիրելիս, դուք պարզապես ժամանակավոր շեղում եք։ Մի փրկության նախագիծ, որը նա կթողնի, հենց որ հոգնի փրկիչ խաղալուց։
Լիլիթի խոսքերն արձագանքեցին Անիի մտքում ողջ երեկոյի ընթացքում։ Նույնիսկ իմանալով, որ դրանք ստեր են, նույնիսկ հասկանալով, որ դրանք բխում են մանիպուլյացիայի խանդի տեղից, դրանք դիպան խորը անվստահություններին։ Իսկ եթե Լիլիթը ճիշտ էր։ Իսկ եթե Անին պարզապես նախագիծ էր։ Մի միջոց, որով Գագիկն ինքն իրեն ապացուցում էր, որ այն սառը մարդը չէ, որին վերածվել էր։ Գագիկը նկատեց նրա տրամադրության փոփոխությունը։ Մեքենայում տուն վերադառնալիս նա հարցրեց, թե ինչ է պատահել։ Անին պատմեց Լիլիթի հետ զրույցի մասին, բայց բաց թողեց այն մասերը, որոնք իրեն իսկապես վիրավորել էին։ Գագիկը կատաղեց։ Նա իրավունք չունի ձեզ հետ այդպես խոսելու։ Իրավունք չունի ձեր կյանքում լինելու։ Տեխնիկապես, ասաց Անին, նրա կյանքում լինելու իրավունք չունեցողը ես եմ։ Նա ձեր հարսնացուն է եղել։ Ես պարզապես, նա կանգ առավ, չիմանալով ինչպես ավարտել նախադասությունը։ Դուք պարզապես ինչ, հարցրեց Գագիկը մեքենան կանգնեցնելով լուսավոր տեղում, ամբողջությամբ շրջվելով նրան նայելու։ Ավարտեք նախադասությունը, Անի։ Ես չգիտեմ, թե ես ինչ եմ, ընդունեց նա։ Չգիտեմ, թե մենք ինչ ենք։ Սա սկսվեց որպես մասնագիտական պայմանավորվածություն, բայց հիմա ես այլս չգիտեմ։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Ես էլ չգիտեմ։ Բայց գիտեմ, թե դուք ինչ չեք։ Դուք շեղում չեք։ Նախագիծ չեք։ Բարեգործություն չեք։ Դուք… Նա կանգ առավ, փնտրելով բառերը, դուք այն մարդն եք, ով ինձ հիշեցրեց, որ ես դեռ մարդ եմ։ Որ դեռ կարող եմ զգալ։ Հոգ տանել։ Ուզել մի բան, հաջողությունից, վերահսկողությունից բացի։ Անին զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Բայց որքան ժամանակ։ Որքան ժամանակ, մինչ հոգնեք։ Մինչ հասկանաք, որ ես բավարար չեմ։ Գագիկը նրա դեմքն առավ իր ձեռքերի մեջ մի նրբությամբ, որը հակասում էր այն ամբողջ կոշտությանը, որը Անին գիտեր նրանից։ Դուք արդեն ավելին եք, քան բավարար։ Միշտ եղել եք։ Ես էի, որ չափազանց հիմար էի տեսնելու համար։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դա հաշվարկված կամ պլանավորված համբույր չէր։ Դա հուսահատ էր, ինտենսիվ, լի տարիների մենակությամբ, ամիսների չլուծված լարվածությամբ։ Անին թույլ տվեց իրեն խորասուզվել այդ համբույրի մեջ, մոռանալ բոլոր կասկածները, բոլոր վախերը, ամեն ինչ, բացի այդ պահից։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Գագիկը ճակատը հպեց նրանին, աչքերը փակ։ Սա ամեն ինչ փոխում է, մրմնջաց նա։ Գիտեմ։ Դեռ ուզում եք շարունակել։ Այո։ Իսկ դուք… Ավելի շատ, քան որևէ այլ բան։ Բայց իրականությունը հանգիստ չի տալիս նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց երազել։ Հաջորդ օրը Անին արթնացավ Ջուլիետայի, Գագիկի օգնականի, խուճապահար զանգից։ Խնդիր կար։ Մեծ։ Ինչ-որ մեկը գաղտնի տեղեկություններ էր։ Արտահոսել մամուլ։ Մեղադրանքներ, թե մանուկյան գրուպը ներգրավված է կասկածելի գործարքներում։ Եվ Անիի անունը հայտնվում էր որպես աղբյուր։ Կեղծված ապացույցներ, կեղծ էլեկտրոնային նամակներ, ամեն ինչ մանրակրկիտ կերպով տեղադրված էր, ոչնչացնելու ընկերության նրա հեղինակությունը։ Անին անմիջապես հասկացավ, թե ով է կանգնած դրա հետում։ Լիլիթը։ Նա խոստացել էր վերադարձնել Գագիկին, ինչ գնով էլ լինի։ Եվ հիմա կատարում էր խոստումը։ Գագիկը փորձեց պաշտպանել նրան։ Փաստաբաններ վարձեց, հանրային հերքումներ հրապարակեց, օգտագործեց իր ողջ ազդեցությունը վնասը զսպելու համար։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Մասնագիտացված լրատվամիջոցները նոր սկանդալ ունեին ուսումնասիրելու։ Եվ Անին նորից մի փոթորկի կենտրոնում էր, որը չէր ստեղծել։ Որոշ դաշնակիցներ հայտնվեցին։ Ջուլիետան հաստատեց, որ էլեկտրոնային նամակները կեղծ են, որ Անին երբեք այդ տեղեկություններին հասանելիություն չի ունեցել։ Կլարան Ռուբենը, նրա նախկին գործընկերները, հարցազրույցներ տվեցին, պաշտպանելով նրա բնավորությունը։ Նույնիսկ որոշ ներդրողներ, որոնք ծանոթացել էին Անիի հետ միջոցառումներին, հանդես եկան նրա պաշտպանությամբ։ Բայց Լիլիթը հզոր էր, կապեր ուներ, անողոք էր։ Յուրաքանչյուր պաշտպանության դիմաց նա երկու նոր մեղադրանք էր տնկում։ Յուրաքանչյուր պարզաբանման դիմաց նա 3 նոր լուր էր ստեղծում։ Դա տեղեկատվական պատերազմ էր, Անին պարտվում էր։ Ճնշումն ուժեղացավ։
Լրագրողները սկսեցին հայտնվել Անիի բնակարանի դռան մոտ։ Տիկին Սոնան, որն արդեն թույլ էր, սթրեսից էլ ավելի հիվանդացավ։ Անին զգում էր, կարծես խեղդվում է ստերի ծովում, չի կարողանում օդ գտնել։ Մի հատկապես դժվար գիշեր, կեղծ մեղադրանքներին պատասխանելուց մեկ օրից հետո, Անին զանգահարեց Գագիկին, ասաց, որ պետք է խոսեն։ Նրանք հանդիպեցին նրա բնակարանի մոտ գտնվող մի փոքրիկ այգում, հեռու հետաքրքրասեր հայացքներից տեսախցիկներից։ Սա պետք է ավարտվի, առանց նախաբանի, ասաց Անին։ Լիլիթը կշարունակի ինձ ոչնչացնել, քանի դեռ ես ձեր կյանքում եմ։ Եվ վերջի վերջո, կսկսի ոչնչացնել նա ձեզ։ Ինձ իմ հեղինակությունը չի հետաքրքրում, պատասխանեց Գագիկը։ Ինձ դուք եք հետաքրքրում։ Բայց ինձ ձերն է հետաքրքրում։ Եվ ինձ հետաքրքրում է իմ մայրը, որը չի կարող դիմանալ այս սթրեսին։ Գագիկ, սա չի ստացվի։ Աշխարհը չի ուզում, որ ստացվի։ Երբ վանից է ձեզ հետաքրքրում, թե ինչ է ուզում աշխարհը։ Անին տխուր ժպտաց։ Այն օրվանից, երբ հասկացավ, որ երբեմն աշխարհը հաղթում է։ Անկախ նրանից, թե որքան ենք մենք պայքարում։ Գագիկը նրան մոտ քաշեց։ Այդ դեպքում ավելի շատ կպայքարենք։ Միասին։ Իսկ եթե պայքարելը բավարար չլինի, այդ դեպքում գոնե կփորձենք։ Գոնե թույլ չենք տա, որ նա հաղթի առանց պայքարի։ Անին ուզում էր հավատալ։ Այնքան շատ էր ուզում հավատալ, որ սերը բավարար է, որ ճշմարտությունը կհաղթի, որ լավ մարդիկ երջանիկ ավարտ են ունենում։ Բայց կյանքը նրան այնքան շատ անգամ հակառակն էր սովորեցրել։ Այնուամենայնիվ, երբ Գագիկը բռնեց նրա ձեռքն այնտեղ, թույլ ամանորյա լույսերով զարդարված ծառերի տակ, Անին ընտրեց հավատալ։ Ընդամենս մեկ անգամ։ Ընդամենը մի փոքր էլ։ Որովհետև երբեմն հավատը վստահություն ունենալու մասին չէ։ Այն հույս ընտրելու մասին է, երբ ամեն ինչ կորած է թվում։ Այն որոշելու մասին է, որ որոշ ռիսկեր արժեն, նույնիսկ երբ արդյունքն անորոշ է։ Եվ Անի Կարապետյանը, կինը, որը միշտ զգույշ էր խաղում, որը միշտ ընտրում էր գոյատումը երջանկության փոխարեն, վերջապես որոշեց ռիսկի դիմել իր սրտով։ Նույնիսկ իմանալով, որ այն կարող է ամբողջությամբ փշրվել։ Դեկտեմբերի 23։ Ամանորի նախօրեի նախօրեն։ Երանը եռում էր տարեվերջին բնորոշ էներգիայով։ Փողոցներում մարդկանց ինտենսիվ շարժում, վերջին գնումներն անելիս։ Արտրի կենտրոններում անվերջ հերթեր շքեղ զարդարանքներ։ Բայց նոր Նորքի փոքրիկ բնակարանում մթնոլորտը լուռ անհանգստության էր։ Անին խոհանոցում թեյ էր պատրաստում, երբ լսեց ձայնը։ Մի խուլ բախյուն, որը գալիս էր մոր սենյակից։ Նա ամեն ինչ թողեց վազեց, սիրտը արդեն արագ բաբախում էր նախքան դուռը բացելը։ Տիկին Սոնան հատակին էր, անկողնու կողքին, գունատ, դժվարությամբ շնչելով, ձեռքը սեղմած կրծքին։ Մամ, գոռաց Անին, ծնկի իջնելով նրա կողքին։ Մամ, նայիր ինձ։ Ինչ ես զգում։ Տիկին Սոնան փորձեց խոսել, բայց կարողացավ միայն խռպոտ շշուկ հանել։ Ցավ։ Չեմ կարողանում շնչել։ Անին դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, զանգահարեց շտապօգնություն։ Մինչ սպասում էր օպերատորին, բռնած էր մոր ձեռքը, փորձելով պահպանել այն հանգստությունը, որը չէր զգում։ Օպերատորը նրան ուղղորդեց, շտապօգնության մեքենան ճանապարհին էր, բայց րոպեները կարծես անվերջ ժամեր էին։ Առանց երկու անգամ մտածելու, Անին զանգահարեց Գագիկին։ Նա պատասխանեց առաջին իսկ զանգից։ Անի։ Ինչ է պատահել։ Մայրս է, նրա ձայնը կոտրվեց։ Նա ընկել է։ Չի կարողանում շնչել։ Շտապօգնությունը գալիս է, բայց ես վախենում եմ, Գագիկ։ Որտեղ եք, հարցրեց նա լսեց բանալիների ձայն, դրան շխկոց։ Հիմա գալիս եմ։ Պետք չէ, գիտեմ, որ պետք չէ։ Բայց ուզում եմ այնտեղ լինել։ Դիմացիր, Անի։ Ես արդեն գալիս եմ։ Շտապօգնության մեքենան հասավ 12 րոպե անց։ Գագիկը հասավ անմիջապես հետո, դեռ գրասենյակի կոստյումով, մազերը խառնված, կարծես վազել էր։ Նա օգնեց բուժակներին տիկին Սոնային դնել պատգարակի վրա, բռնեց Անի ձեռքը հիվանդանոց տանող ողջ ճանապարհին, ոչինչ չասաց, պարզապես այնտեղ էր։ Ներկա։ Իրական։ Վստահ։ Հիվանդանոցում ժամերը ձգձգվեցին։ Տիկին Սոնային տարան շտապօգնության բաժանմունք, հետո հետազոտությունների, հետո վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկները խոսում էին սրտային բարդության մասին, որը սրվել էր քրոնիկ շնչառական վիճակի պատճառով։ Պետք էր կայունացնել նրան նախքան որը ավելի վերջնական միջամտություն։ Անին լսում էր տեխնիկական բառերը, բայց հազիվ էր դրանք ընկալում։ Այն ամենը, ինչի մասին կարող էր մտածել, այն էր, որ կարող է կորցնել մորը։ Միակ մարդուն, ով միշտ իր կողքին է եղել։ Միակ ընտանիքը, որն ուներ։ Գագիկը նրա կողքից չհեռացավ։ Սուրճ գնեց, որը Անին չխմեց։ Ուտելիք բերեց, որը նա չկերավ։ Պարզապես նստեց նրա կողքին սառը սպասասրահում, բռնած նրա ձեռքը, լինելով այն լուր հենարանը, որի կարիքը նա ուներ։ Լուսադեմին, երբ սպասասրահը գրեթե դատարկ էր, Անին վերջապես խոսեց. Ես շատ եմ վախենում մենակ մնալուց։ Գագիկը սեղմեց նրա ձեռքը։ Դու մենակ չես մնա։ Նա լավ կլինի։ Եվ նույնիսկ եթե ինչ-որ բան պատահի, դու մենակ չես մնա։ Ես այստեղ եմ։ Եվ կշարունակեմ այստեղ լինել։ Անին նայեց նրան։ Ինչո՞վ։ Ինչու եք այդքան շատ հոգ տանում։ Որովհետև ես քեզ սիրում եմ, պարզապես ասաց Գագիկը, կարծես դա աշխարհի ամենաակնհայտ բանն էր։ Ես չափազանց երկար ժամանակ պահանջեցի հասկանալու, ընդունելու համար, բայց ես քեզ սիրում եմ, Անի։ Ոչ որպես պարտականություն, ոչ որպես երախտագիտություն։ Քեզ իսկապես սիրում եմ։ Այն վախեցնող, խոցելի, բոլորովին անվերահսկելի ձով։ Անին զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Դուք ամենավատ պահն ընտրեցիք ինձ դա ասելու համար։ Նա տխուր ժպտաց։ Կամ ամենալավը։ Որովհետև հիմա դու գիտես, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, մենք միասին ենք դիմակայելու։ Հիվանդանոցի ամանորյա լույսերը թույլ թարթում էին միջանցքում։ Տոնական երաժշտություն էր ցածր հնչում ձայնային համակարգով։ Դա սյուրռեալիստական էր, այդ հակադրությունը դրսի տոնակատարության ներսի վախի միջ։ Բայց ինչ-որ կերպ, բացարձակ խոցելիության այդ պահին, Անին զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Հույս։ Տիկին Սոնայի վիճակը կայունացավ հաջորդ առավոտ։ Դեռ ծանր էր, դեռ ինտենսիվ խնամքի կարիք ուներ, բայց կենդանի էր։ Շնչում էր։ Պայքարում էր։ Երբ Անին վերջապես կարողացավ տեսնել նրան, տիկին Սոնան դանդաղ բացեց աչքերը թույլ ժպտաց։ Դու լավ ես, մամ, ասաց Անին, բռնելով նրա ձեռքը։ Դու լավ ես լինելու։ Տիկին Սոնան թույլ սեղմեց դստեր ձեռքը։ Այդ տղան։ Գագիկը։ Նա ամբողջ գիշեր այստեղ է մնացել։ Մնացել է։ Նա քեզ սիրում է, աղջիկս։ Ես տեսա, թե ինչպես է նա քեզ նայում։ Անին գլխով արեց, արցունքները վերադարձան։ Ես էլ եմ նրան սիրում, մամ։ Բայց այնքան բարդ է։ Սերը միշտ էլ բարդ է, ասաց տիկին Սոնան շատ ապրած մարդու իմաստությամբ։ Բայց արժե։ Երբ իրականը, արժե յուրաքանչյուր բարդության։ Անին սենյակից ավելի թեթացած դուրս եկավ։ Գագիկը սպասասրահում հեռախոսով էր խոսում, աշխատանքային ինչ-որ հարց լուծելով։ Երբ տեսավ նրան, անմիջապես անջատեց։ Ինչպես է նա։ Ավելի լավ։ Կայուն։ Անին նստեց նրա կողքին։ Գագիկ, այն, ինչ ասացիք։ Նախքան նա կկարողանար ավարտել, Գագիկի հեռախոսը զանգեց։ Ջուլիետան էր։ Նա արագ պատասխանեց, բայց արտահայտությունը փոխվեց, երբ լսում էր։ Երբ անջատեց, անհանգիստ տեսք ուներ։ Ինչ է եղել, հարցրեց Անին։ Լիլիթը այսօր կեսօրին մամուլի ասուլիս է նշանակել։ Նոր մեղադրանքներ է ներկայացնելու։ Ջուլիետան նախնական տեղեկություն է ստացել, դա ծանր է, Անի։ Նա ասում է, որ դուք կեղծել եք ձեր մոր բժշկական տվյալները, ինձնից գումար կորզելու համար։ Որ այս ամենը մշակված կեղծիք է։ Անին զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Նա սահմաններ չունի։ Գագիկը բռնեց Անիի երկու ձեռքերը։ Թույլ տուր ես զբաղվեմ դրանով։ Դու մնա այստեղ, մորդ հետ։ Ես կլուծեմ։ Ինչպես։ Վստահելով ինձ։ Եվ ճշմարտությանը։ Որովհետև ճշմարտությունը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս, Անի։ Միշտ։ Գագիկը վճռականորեն դուրս եկավ հիվանդանոցից։
Վերջին օրերին, մինչ Անին զբաղվում էր մեղադրանքներով, իսկ նա փորձում էր պաշտպանել նրան, Գագիկն իր սեփական հետաքննությունն էր անցկացրել։ Վարձել էր լավագույն մասնավոր դետեկտիվներին, ամենաիրավասու փաստաբաններին։ Եվ Լիլիթի մասին բաներ էր բացահայտել, որոնք նա կարծում էր, թե ընդմիշտ թաղել է։ Մամուլի ասուլիսը պետք է տեղի ունենար նույն հյուրանոցի միջոցառումների սրահում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Հեգնական է, մտածեց Գագիկը։ Երբ հասավ նշանակված ժամից 20 րոպե շուտ, Լիլիթն արդեն այնտեղ էր, անթերի սպիտակ զգեստով, կարծես անմեղ զոհ լիներ։ Գագիկ, սիրելիս, ժպտաց նա, երբ տեսավ նրան։ Եկա փորձեմ հրաժեշտ տալ քեզ, նախքան ամեն ինչ փչացնելը։ Դեռ ժամանակ ունես այդ խաբեբայից բաժանվելու, նորից այն լինելու, ինչ եղել ենք։ Մենք երբեք ոչինչ չենք եղել, սառը ասաց Գագիկը։ Եվ դու դա գիտես։ Լիլիթի ժպիտը տատանվեց։ Դրամատիկ մի եղիր։ Այն ամենը, ինչ արել եմ, մեր համար է եղել։ Որպեսզի ազատվենք մի շեղումից։ Գագիկը բաճկոնի ներքին գրպանից մի ծրար հանեց։ Դու իսկապես կարծում ես, որ չէի։ Բացահայտի։ Որ չէի։ Հետաքննի։ Լիլիթը թեթակի գունատվեց։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ֆինանսական խարդախությունների մասին, որոնք դու կատարել ես Եվրոպայում։ Ընկերությունների մասին, որոնք սնանկացել են քո պատճառով։ Մարդկանց մասին, որոնց դու ոչնչացրել ես բարձրանալու համար։ Ես ամեն ինչ փաստաթղթավորված ունեմ այստեղ։ Եվ եթե դու անցկացնես այս ասուլիսը, եթե մի բառ ասես Անիի դեմ, ես այս ամենը կհանձնեմ իշխանություններին։ Դու դա չէիր անի։ Գագիկը մոտեցավ, աչքերը պողպատի պես պինդ։ Դիտիր։ Դու ընտրություն ունես։ Հրաժարվում ես մեղադրանքներից, հրապարակայնորեն ընդունում ես, որ ստել ես, ընդմիշտ անհետանում ես իմ կյանքից։ Կամ ես ոչնչացնում եմ քեզ այնպես, ինչպես դու փորձեցիր ոչնչացնել Անիին։ Եվ ի տարբերություն քեզ, ես իրական ապացույցներ ունեմ։ Լիլիթը նրան նայեց մաքուր ատելությամբ։ Դու փոխվել ես։ Այն Գագիկը, որին ես ճանաչում էի, երբեք այսքան դաժան չէր լինի։ Դու սխալվում ես։ Այն Գագիկը, որին դու ճանաչում էիր, երբեք իրեն պաշտպանելու քաջություն չէր ունենա։ Բայց ես սովորեցի։ Սովորեցի, որ երբեմն լավ լինելը նշանակում է ուժեղ լինել։ Նշանակում է պաշտպանել նրանց, ում սիրում ենք։ Եվ ես սիրում եմ Անիին։ Ավելի շատ, քան դու երբեք կարող ես հասկանալ։ Ասուլիսը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես, ինչպես Լիլիթը պլանավորել էր։ Տեսախցիկների լրագրողների առաջ նա ընդունեց, որ խանդից դրդված կեղծել է Անիի դեմ մեղադրանքները։ Հրապարակային ներողություն խնդրեց։ Եվ հայտարարեց, որ անորոշ ժամանակով լքում է Հայաստանը։ Դա նվաստացուցիչ էր նրա համար։ Բայց դա միակ ելքն էր։ Եվ Գագիկը, դիտելով այդ ամենը սրահից, միայն թեթացում զգաց։ Թեթացում, որ Անին վերջապես ազատ կլինի։ Ազատ, ապրելու առանց ուսերի վրայով նայելու։ Ազատ, երջանիկ լինելու։ Երբ վերադարձավ հիվանդանոց, պատմեց Անիին, թե ինչ է տեղի ունեցել, նա այնքան ուժեղ գրկեց նրան, որ Գագիկը հազիվ էր կարողանում շնչել։ Բայց նրան դա չէր անհանգստացնում։ Որովհետև 15 տարվա մեջ առաջին անգամ Գագիկ Մանուկյանը զգում էր, որ իսկապես շնչում է։ Տիկին Սոնային դուրս գրեցին դեկտեմբերի 27-ին։ Դեռ հսկողության կարիք ուներ, բայց բավականաչափ լավ էր տուն գնալու համար։ Գագիկը պնդեց, որ վճարի բոլոր անհրաժեշտ բուժումները, ներառյալ Երանի լավագույն մասնագետներին։ Անին փորձեց հրաժարվել, բայց նա անդրդվելի էր։ Սա բարեգործություն չէ, ասաց նա։ Սա ընտանիք է, որը հոգ է տանում ընտանիքի մասին։ Եվ Անին հասկացավ։ Նրանք այժմ ընտանիք էին։ Ոչ արյունով, այլ ընտրությամբ։ Սիրով։ Նվիրվածությամբ։ Ամանորի նախօրեի բարեգործական ընթրիքը դեռ տեղի ունեցավ։ Բայց այս անգամ Գագիկն ու Անին այլ կերպ ժամանեցին։ Ոչ որպես կեղծիք, ոչ որպես պայմանավորվածություն։ Այլ որպես իրական զույգ, որը փոթորիկներ է վերապրել ավելի ուժեղ դուրս եկել։ Միջոցառումը նույն սրահում էր, որտեղ նրանք վերամիավորվել էին ազատումից հետո։ Որտեղ ամեն ինչ իսկապես սկսվել էր։ Բայց այժմ ամանորյա լույսերն ավելի պայծառ էին թվում։ Երաժշտությունն ավելի ուրախ։ Օդն ավելի թեթ։
Ընթրիքի կեսին Գագիկը վեր կացավ, խնդրեց բոլորի ուշադրությունը։ Սրահը լռեց, հարյուրավոր հետաքրքրասեր աչքեր ուղղվեցին նրան։ Ձեզանից շատերը գիտեն իմ մասնագիտական պատմությունը, սկսեց նա։ Գիտեք, որ ես իմ ընկերությունը զրոյից եմ կառուցել, որ հաղթահարել եմ մարտահրավերներ, հաղթել եմ խոչընդոտներ։ Բայց այն, ինչ քչերը գիտեն, այն է, որ այս կայսրությունը կառուցելու ընթացքում ես կորցրել եմ ինձ։ Մոռացել եմ, թե ով եմ։ Մոռացել եմ, թե ինչպես զգալ, ինչպես վստահել, ինչպես սիրել։ Նա նայեց Անիին, որը նստած էր սեղանի մոտ, աչքերը լայն բացված։ Գագիկը ձեռքը մեկնեց նրան։ Անի, խնդրում եմ։ Նա տատանվելով վեր կացավ, մոտեցավ նրան։ Գագիկը բռնեց նրա երկու ձեռքերը, նայելով նրա աչքերին մի ինտենսիվությամբ, որը ստիպեց ամբողջ սրահին անհետանալ։ 5 տարի դու աշխատել ես իմ կողքին։ Եվ 5 տարի ես չափազանց կույր էի տեսնելու այն, ինչ իմ աչքի առաջ էր։ Դու ոչ միայն իմ օգնականն էիր։ Դու իմ խիղճն էիր, իմ ուժը, իմ լույսը մութ օրերին։ Եվ ես քեզ հետ սարսափելի վարվեցի։ Նվաստացրի քեզ, թերագնահատեցի քեզ, ստիպեցի քեզ անտեսանելի զգալ։ Գագիկ, շնջաց Անին, բայց նա գլուխը թափ տվեց։ Թույլ տուր ավարտեմ։ Երբ դու հեռացար, երբ քաջություն ունեցար ինձ դիմակայելու հեռանալու, իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Բայց դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել։ Որովհետև դա ինձ ստիպեց նայել ինքս ինձ։ Տեսնել այն մարդուն, որին վերածվել էի։ Եվ որոշել, թե արդյոք դա այն մարդն էր, որը ես ուզում էի շարունակել լինել։ Նա գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Ամբողջ սրահը շունչը պահեց։ Անին զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Դու ինձ սովորեցրիր, որ իսկական սերը վերահսկողության մասին չէ։ Այն վստահության մասին է։ Իշխանության մասին չէ։ Գործընկերության մասին է։ Կատարելության մասին չէ։ Ամեն օր ինչ-որ մեկին ընտրելու մասին է, թերություններով ամեն ինչով։ Գագիկը բացեց տուփը, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի։ Անի Կարապետյան, կպատվես ինձ, կյանքիդ մնացած մասն ինձ հետ անցկացնելով, սովորեցնելով ինձ նորից մարդ լինել։ Անին լաց էր լինում, ժպտում, դողում։ Նրանց շուրջը սրահը պայթեց զարմանքի շշուկներից։ Բայց նա կարողանում էր տեսնել միայն Գագիկին։ Մարդուն, որը քարի պես պինդ էր, բայց սովորել էր փափուկ լինել։ Մարդուն, որը պատեր էր կառուցել, բայց ընտրել էր քանդել դրանք։ Այո, ասաց նա, ձայնը խեղդված։ Այո, ուզում եմ։ Գագիկը մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց մի համբույրի, որը տոմվեց բոլոր ներկաների ոգորված ծափահարություններով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լաց էին լինում։ Լաց էին լինում թեթացումից, երջանկությունից, հույսից։ Երեկոյի մնացած մասն անցավ երազի պես։ Մարդիկ, որոնք նախկինում Անին արամարանքով էին նայում, այժմ նրան ջերմորեն ողջունում էին։ Նրանց իսկական ընկերներն անկեղծորեն տոնում էին։ Եվ Անին կյանքում առաջին անգամ իրեն տեսանելի էր զգում։ Գնահատված։ Սիրված։ Երբ այդ գիշեր վերադարձան տուն, տիկին Սոնան դեռ արթուն էր, չնայած ուշ ժամին։ Նա տեսավ մատանին Անիի մատին ժպտած, աչքերը փայլում էին հուզմունքից։ Նա լավ է քեզ համար, աղջիկս։ Նա սովորում է լինել, պատասխանեց Անին, գրկելով մորը։ Եվ ես էլ եմ սովորում թույլ տալ, որ ինչ-որ մեկը լավ լինի ինձ համար։ Հաջորդ ամիսները վերակառուցման ամիսներ էին։ Գագիկը փոխեց մանուկյան գրուպ-ի մշակույթը։ Ներդրեց ավելի մարդասիրական քաղաքականություններ, սկսեց գնահատել աշխատակիցներին ոչ միայն արդյունքների, այլ բնավորության համար։ Անին իր հերթին հանրային ճանաչում ստացավ այն ընկերությունների կողմից, որոնք նախկինում դռներ էին փակել։ Ստացավ հիանալի աշխատանքային առաջարկներ, բայց ընտրեց անկախ խորհրդատուի պաշտոն, աշխատելով այն ընկերությունների հետ, որոնք գնահատում էին էթիկան հարգանքը։ Նրանք կատարյալ ավարտ չունեցան։ Նրանք իրական ավարտ ունեցան։ Մարտահրավերներով, դժվար օրերով, վեճերով, հաշտություններով։ Բայց ունեցան մի ավարտ, որտեղ նրանք ընտրում էին միմյանց։ Ամեն օր։ Գիտակցաբար։ Գագիկը սովորեց, որ խոցելիությունը թուլություն չէ։ Սովորեց ներողություն խնդրել, սխալներն ընդունել, վստահել։ Անին սովորեց, որ ինքնագնահատականը եսասիրություն չէ։
Սովորեց սահմաններ դնել, հարգանք պահանջել, ընդունել սերը առանց կարծելու, որ պետք է դրան արժանանա։ Եվ տիկին Սոնան, լավագույն բուժումներով սիրով շրջապատված, զգալիորեն լավացավ։ Նա, ով միշտ խնամել էր Անիին, այժմ թույլ էր տալիս, որ իրեն խնամեն։ Եվ տեսնում էր, թե ինչպես է դուստրը ծաղկում այնպես, ինչպես միշտ գիտեր, որ հնարավոր է։ Այն ամանորից 1 տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Անին Գագիկը վերադարձան նույն սրահ։ Բայց այս անգամ իրենց սեփական հարսանիքի համար։ Դա փոքր, մտերմիկ արարողություն էր, միայն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Տիկին Սոնան առաջին շարքում էր, փայլուն առողջ։ Կլարան, Ռուբենը վկաներն էին։ Ջուլիետան հարսնաքույրն էր։ Երբ Գագիկն ասաց «այո», նրա ձայնը վստահ էր, բայց աչքերը արցունքոտ։ Երբ Անին ասաց «այո», նա ժպտում էր, ազատ, ամբողջական։ Եվ երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, դա ոչ միայն սիրո տոնակատարություն էր։ Դա երկու մարդկանց տոնակատարություն էր, որոնք գտան միմյանց, երբ ամենաշատն էին կարիք զգում։ Որոնք բուժեցին միմյանց։ Որոնք ապացուցեցին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Երբեք ուշ չէ երջանիկ լինել ընտրելու համար։ Երանը շարունակում էր եռալ դրսում։ Միլիոնավոր պատմություններ տեղի էին ունենում միաժամանակ։ Միլիոնավոր մարդիկ փնտրում էին սեր, ընդունում, իմաստ։ Եվ այս ամենի մեջ երկու մարդ, որոնք կարող էին լինել պարզապես ձախողված հարաբերություններից մեկ վիճակագրություն, ընտրեցին այլ լինել։ Ընտրեցին պայքարել։ Ընտրեցին ներել։ Ընտրեցին սիրել։ Եվ վերջում այդ ընտրությունն ամեն ինչ փոխեց։ Որովհետև իսկական սերը երբեք չսխալվելու մասին չէ։ Այն միշտ նորից փորձելու մասին է։ Կատարյալ լինելու մասին չէ։ Իրական լինելու մասին է։ Երբեք չընկնելու մասին չէ։ Միշտ միասին բարձրանալու մասին է։ Անին Գագիկը դա սովորեցին ամենադժվար ճանապարհով։ Բայց սովորեցին։ Եվ հիմա, ձեռք ձեռքի տված, նայելով ապագային հույսով, ոչ թե վախով, նրանք գիտեին, որ գտել են մի հազվագյուտ բան։ Մի թանկարժեք բան։ Նրանք գտել էին միմյանց։ Եվ այս անգամ, ընդմիշտ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Գագիկի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո նոր սկիզբների այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Իրական մարդկանց պատմություններ, որոնք պայքարում են իրական մարտերի դեմ, գտնելով սեր կյանքի քաոսի մեջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր պատմությունը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ հավատալ, որ միշտ հույս կա, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Ցտեսություն, շնորհակալություն մեր համայնքի մասը լինելու համար։